Եթե դա մարդ է, որ չի կարող բացահայտել իրեն, բայց մեզ հուշում է, թե ինչպես գտնել նրան։ Սա՞։ Մոմ։ Ոչ ոք չկա։ Չէ Զար ջան, անցի նստի, հեսա կա։ Զար, խմի հանգստացի, հետո կպատմես։ Մոնիկա, ես չէի ուզում նման քայլի գնալ, ինձ ստիպել են։ Ով Զար։ Ռուբեն ինձ չի փորձել սպանել։ Ես այդ հայտարարություն արեցի, որովհետև իրանք ինձ ուրիշ տարբերակ չէին թողել։ Զար, ով նրանք։ Դու ավելի լավ չիմանաս դրա մասին։ Դա շատ վտանգավոր է, իրանց հետ չի կարելի խաղանել, Մոնիկա։ Բայց ո՞նց են ստիպել։ Իսկ կապտուկները իրանց ձեռքի գործն է։ Ինչի ոստիկանություն չես զանգել։ Չես խոսում։ Ես նույնիսկ չէի հասցնի ոստիկանության համարը հավաքել։ Զար, իրանք քեզ բռնի ուժով ստիպել են, որ դու այդ մարդուն մեղադրես իր չարած բաների համար։ Դու ինչ որ կերպ պիտի պաշտպանվես, թե չէ։ Մոնիկա, հարցը մենակ այն չի, որ ինձ ստիպել են սխալ ցուցմունք տալ։ Եթե ես այդ բանը չանեի, նրանք ինձ վնաս կտային։ Եվ ոչ միայն ինձ, նաև Ռուբենին։ Ու ինչ։ Նրանց մոտ կար Ռուսաստանում ապրող իմ քրոջ ու նրա երեխաների նկարներ։ Մոնիկա, ես պետք է կիսվեի ինչ-որ մեկի հետ։ Խնդրում եմ ոչ մեկին չասես սրա մասին։ Չէ, Զար ջան, հանգիստ եղեք։ Շարժվեք, այս մենք ոչինչ բան հետ կապ չունենք։ Հագեք բերանները։ Ես ինչ արածն է կատարվում։ Տարեք սրանց։ Անուտյան։ Ռազմիկ, ես դու արդեն Հայաստանում ես։ Ես վերջերս եմ եկել։ Ճանաչում ես այս լակոտներին։ Չէ, որտեղից։ Ոստ ուզում էի տենամ ինչ է կատարվում իմ օբյեկտում։ Պաստորեն ես քո ռեստորանն է։ Հա։ Ես էլ որոշել եմ հայրենիքումս ներդրումներ անեմ։ Եթե մտադիր ես փոշու տեսքով ներդրումները տանելու, որի համար ես քեզ քանի անգամ բռնել եմ, ուրեմն լավ իմացի, ես անգամ քեզ չի հաջողվի ջերից չոր դուրս գալու։ Անուտյան, ես վաղուց նարկոտիկներով չեմ զբաղվում։ Զբաղվում ես, ու ես հետ կպարզեմ։ Ու քո նմանների պատճառով է, որ այս կործանված երիտասարդներին հավաքում տանում եք։ Ես անձամբ եմ հետևելու քո բոլոր գործերին։ Վահան։ Ուրիշներ սպասում։ Չէ, ուղղակի չի սպասում, որ դու կլինես։ Մենակ չի ուզում ընտրեի, մտածեցի ով կհամաձայնվի հետասանցել։ Ու մտածեցիր, որ այդ մեկը ես եմ։ Սխալվել եմ։ Չէ։ Իտալական խոհանոցից երկու քո համար ընտրիկ եմ պատվիրել ու կարելի է։ Ահա, ներս արի, ես էլ անշնորհքի պես կանգնել եմ, ներս էլ չեմ հրավիրում, գնես։
Հա, մամ, դե ես կխոսեմ ու քեզ կզանգեմ։ Մերի գուարը որտեղ է, կան չի խոսալը բան կա։ Պապ ջան, մաման տանը չի, նա գնացել է պապայի մոտ, դե գիտես ուսը վիրավորա ու ինքնորեն ոչինչ չի կարող անել։ Ուրեմն կզանգես ու կփոխանցես, որ այսօր երեկոյան անպայման տանը լինեն։ Չէ, ավելի ճիշտ կլինի, որ մենք գնանք։ Ուր գնանք։ Նավարդենս տուն։ Այսօր ուշ երեկոյան բոլորս պիտի այնտեղ հավաքվենք։ Ես ասելու բան ունեմ։ Պապ ջան, ինչ ես ասելու։ Չի լինի ինձ հիմա ասես։ Ես չեմ ուզում գամ։ Չեմ ուզում նորից Հայկին տեսնել։ Չէ, Մերի, բոլորի ներկայությունը պարտադիր է։ Իմիջայլոց, դա վերաբերվում է նաև Հրանտին։ Բայց պապան կարող այդ վիճակում չկարողանա գա։ Ինչքան գիտեմ, Հրանտի ձեռքն է վիրավոր, ոչ թե ոտքը։ Հա։ Դե ուրեմն կփոխանցես, որ անպայման երկուսով այնտեղ լինեն։ Լավ։ Պապ ջան, մի րոպե սպասիր, հա։ Ես քեզ մի բան պիտի խնդրեմ։ Նստի։ Պապ ջան, ես հասկանում եմ, թե որքան դժվար կլինի քեզ իմ խնդրանքին դրական պատասխան տալ, բայց ուզում եմ իմանաս, որ սա ինձ համար շատ կարևոր է։ Մերի, գիտես չեմ սիրում, երբ հեռվից ես գալիս։ Պապ ջան, ուզում եմ խնդրեմ, որ դու թողես պապան որոշ ժամանակով մեր տուն տեղափոխվի։ Հրանտը։ Իսկ ինչի պիտի Հրանտը այստեղ տեղափոխվի։ Պապ ջան, դե դա ժամանակավոր է։ Ես խո չեմ խնդրում, որ նա ընդմիշտ տեղափոխվի մեր տուն։ Ինձ հիմա միայն դա է պակասում։ Պապ ջան, հասկացի։ Մենք այս վիճակում չենք կարող նրան անօգնական թողնել։ Ու չենք կարող ամեն անգամ տանից դուրս գանք, որ գնանք Հրանտի մոտ։ Հրանտի։ Որ դու ինձ հաջողանալու համար Հրանտին անունով ես դիմում։ Արդեն պատկերացնում եմ, թե ինչքան ես ուզում, որ ես համաձայնեմ։ Պապ ջան, շատ եմ խնդրում։ Լավ, Մերի, կարող ես փոխանցել, որ տեղափոխվի, բայց միայն կարճ ժամանակով։ Բայց դու Գասպարի հայացքից շոկեցիր, որ մինչև Էդոյի անետանալը չէր հավատում ինձ։ Մտածում էր երևի հորինել եմ մամայի նկարի պատմությունը։ Բայց լավ չեղավ, որ Էդոյի այդպես բան պատահեց։ Ավելի լավ էր դուրս չգար, մինչև այս խառը պատմությունները ավարտվեին։ Ինչ գիտես այդ սարքաշ Շերդավ ջան։ Կարող է հատուկ էին արել, որ դու զգար վերացնեին։ Լավ, Վրան։ Ես կասեմ տղաներին, որ բոլորը այդ ժամին տանը լինեն։ Եղավ։ Ինչ արվում է։ Վրաններ, ասում էր մի քանի ժամից բոլորը տանը լինեք։ Որոշել է բոլորը ստեղ հավաքվեն, ինչ որ որոշում ա կայացրել, ուզում ա մեզ տեղյակ պահի։ Այդ ինչ որոշում ա կայացրել, որ ուզում ա սաղ իրար գլուխ հավաքի։ Չգիտեմ, Դավա ջան ինքը ինձ ինչ ասեց, ես այդ փոխանցեցի։ Պետք է Վահանին էլ զգուշացնել։ Հա, ի դեպ Վահանն ուր է։ Բացեք աշկերս, ով կասներ։ Բացեք աշկերս, ինչ տարբերություն մեկա գիտեմ, ստայից դուրս չեմ գալու։ Բացեք աշկերս։ Ով կասներ։ Զգադու։ Զանգողը չներկայացավ, բայց տեղեկություն տվեց։ Ասեց, որ անցավոր աշխարհի արագլուխները այսօր սխոդկա են կազմակերպել։ Սպեսնազի տղերքին վերցնում ես ու գնում ձերբակալում ես բոլորին։ Սուրեն! Կարողա դատական նիստում ենք վկայես բերես, էթո։
բաներ ես խոսում, Մաքս։ Ես ամենի մի ասածին տեր եմ, Սետո։ Ասիլ, արա։ Սերը որ թակարդ է